Ենթակառուցվածքները ոչ թե միայն պատերազմի բաղադրիչ են, բայց բացի դրանից ռազմական գիտությունում ձևավորված է հասկացողություն ենթակառուցվածքային պատերազմ ենթակառուցվածքների մեջ եւ այլ դա խորքային հասկացողությունը դա բնական է, բայց պետք է հասկանալ, որ ենթակառուցվածքների պատերազմը զարգացնում է ձևավորում է մի ժամանակի մասշտաբի վրա Ենթակառուցվածքները տասնյակ տարիներով 15, 10, 20 տարվա ընթացքում են զարգանում, երկու օրում չի զարգանում եւ կա պատերազմ, ավանդական, որը զարգանում է տարիների, ամիսների մասշտաբի վրա։ Այն ինչ ասում է Կալասը ճիշտ է, բայց դա զարգանալով է 10-20 տարվա ընթացքում։ Աշխարհը եւ մենք կանգնած ենք պատերազմի եզին, որը կարող է 1-2 տարվա ընթացքում սկսի։ Ինչպես ասում են այսօր եւ այստեղ։ Այստեղ եւ դու չես հասցնելու, դու այդ տրամաբանությունը, այդ առավելությունները, որը տալիս են քեզ ենթակառուցվածքները, կարող է չհասցնես։ Այդ պիտի հասկանաս, որ հույսեր մեջ չկապես դրա հետ։ Մի կողմից, մյուս կողմից դու պիտի կարող ես հույսեր կապել հերակա պիտի կապես հերակայի վրա հերանեկարային ոչ թե այսօր հիմա այսօր մենք ինչու այսօր դու պիտի հասկանաս որ այն ճանապարհը Տրամպի ենթակառուցվածքային լուծումները որ ուզում է Միացյալ Նահանգները մտցնեն նրա մեջ նաև Հայաստանը դրական կլինեն Հայաստանի համար Եթե կարողանաք իրականացնել, բայց այսօր այդ նախաձեռնության մեջ մենք ունենք լոգ 3 հատ ստորագրություն եւ Տրամպի ցանկությունը։ Կանգնեցնել պատերազմ, ստանալ Նոբելիական մրցակցույց, պրեմիան եւ խաղաղություն բերել Հայաստանի Ադրբեջանի միջև ընդամենը խոսքեր են, ցանկություններ են եւ 3 ստորագրություն։ Մենք չունենք պրոյեկտ։ Հայաստանի համար խիստ կարևոր է, որ ունենաս պրոյեկտ, որովհետև Հայաստանի համար նման պրոյեկտներ, այդ ճանապարհային ենթակառուցվածքային պրոյեկտը նախաձեռնությունը բերում է եւ ինքնաիշխանության վտանգներ եւ հնարավորություններ, ազգային անվտանգության սպառնալիքներ եւ հնարավորություններ, կոմունիկացիոն հնարավորություններ եւ սպառնալիքներ եւ Հայաստանը պարտավոր է ունենալ ամբողջական լուծում, փաթեթային լուծում, որտեղ բոլոր շերտերը, շատ շերտեր կան, բոլոր շերտերում կա ձևավորված մոտեցումներ, լուծումներ եւ մնեք ընդհանուր համապարփակ պրոյեկտ Ման պրոյեկտի պատրաստումը ահռելի մեծ աշխատանք է։ Մի տարի առնվազն պիտի աշխատես, որ կարողանաս կառուցես։ Ես չեմ տեսնում որևէ նմուշներ, որ նման աշխատանքներ սկսել են։ Ես չեմ տեսնում, որ հայաստանական կողմը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը բոլորը պատրաստ են նման աշխատանքներ սկսեն, ձևավորված են կոմիսիաներ, աշխատանքային խմբեր եւ այլ Այսօր ցավոք սրտի ինձ համար Միացյալ Նահանգները ունեն ցանկություն մտնել Հայաստան, բայց դա ցանկությունը, որը ձևավորված չի։ Դա համար երկար խոսել եւ մեծ հույսեր կապել այդ նախաձեռնությամբ ես կսպասեմ։ Եվ դա ձևավորվի Հայաստանի համար մի փոքր ավելի հեշտ կլինի խնդիրները, որովհետև այսօր Հայաստանի պարտադրում են 2020-23 թվականի երկրորդ Արցախյան արշավից հետո լուծումներ 3 գումարած 3 հարթակի մեջ եւ 3 ուժային կենտրոններ, ավտորիտար ուժային կենտրոններ, Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը պարտադրում են Հայաստանին լուծումներ եւ Հայաստանը որևէ ընտրություն չեր ուներ, որտեղ ինքը պարտված է Եթե ձևավորում է պրոյեկտը սկսում է, փաստորեն Ռուսաստանը դուրս է մղվում այս պրոյեկտից, Իրանը հեռացնում է եւ մնում է Թուրքիայի շահերը եւ Միացյալ Նահանգների շահերը։ Մենք ստանում ենք եւ մնում է Ադրբեջանը եւ Հայաստանը որպես փոքր երկրներ։ Ստացվում է ֆորմատ 2 գումարած 2, որտեղ մի ուժային կենտրոնը Միացյալ Նահանգները հաստատ ավելի լավ է քան տասեք Ռուսաստանը կամ Իրանը։ Դրա համար Հայաստանի համար միջազգային Անվտանգության միջավայրը լուծումները, որը կարող ես գտնել, մի քիչ թեթևանում են, որտեղ Թուրքիան մնում է, Ադրբեջանը մնում է, բայց չկա արդեն Ռուսաստանը եւ Իրանը։ Դա ավելի հեշտ է լուծել։ Այսինքն Հայաստանը Մենք ստանում ենք ավելի ալտերնատիվ, ավելի լավ հնարավորություն շրջանակ լուծել։ Բայց այդ ամեն ինչը մնում է օդում Տրամպի խոսքից, ստորագրությունից կախված։ Եվ մի պիտի մեծ աշխատանք անենք, որ այդ խոսքը դառնա պրոյեկտ։ Այդ աշխատանքները չկան եւ նորից եմ կրկնում, ես կսպասեմ։ Գնահատական չեմ տալ, որովհետեւ
Եվ հիմնական, որ մենք պետք է հասկանանք, եւ դու պրոյեկտ ես կառուցում, այդ պրոյեկտի հիմնական բաղադրիչներից եւ բաղադրիչներից մեկը պետք է լինի, որ այդ պրոյեկտի իրականացման տարածքում չպիտի լինի որևէ ուրիշ ուժային կենտրոնների ռազմական ներկայացություն։ Եթե ուզում ես այդ պրոյեկտը իրականացնես, Սյունիքում չպիտի լինի ուրիշ ռազմական ուժեր բացի Հայաստանից։ Եթե դա չես ապահովում, Ռուսաստանը ես համոզված եմ հաստատ կպայթեցնի այդ պրոյեկտը։ Եվ ինքը կունենա հնարավորություններ պայթեցնելու։ Տեսնում եք ինչքան պարադոքսալ է վիճակը ստացվում։ Մի ավտորիտար երկիր, որտեղ իշխող կլանը արդեն 30 տարից ավելի իշխում է անփոփոխ, ասիական ավտորիտար երկիր, որը միմիկրիայի մեջ է, որ է դեմոկրատիկ եւ այլ, փորձում է գտնել եւ գտնում է Եվրոպայում աջակցություն զուտ պրագմատիկ ոլորտում էներգետիկ անվտանգության հարցերում Ադրբեջանը կարևոր է Եվրոպայի համար, որ ուզում է Ռուսաստանից կտրվի։ Օգտագործելով պրագմատիկ այդ մոտեցումները կարողանում է հասնել շահերին։ Հայկական կողմը, որտեղ հասարակությունը, ժողովուրդը եվրոպական մշակույթի մաս ենք, ժողովրդավարական ենք, ունենք իշխանություններ, որ ամեն ինչ անում է, որ մենք ունենք ավտորիտար եվրասիական ճամբարում Եվ դրա վտանգների մասին ենք եւ առաջացնում է ահռելի մեծ վտանգներ։ Այդ ահռելի վտանգների հետևանքով փաստորեն կարելի ասել մենք կորցրել ենք Արցախը։ Հույս դնելով Ռուսաստանի վրա, որպես անվտանգության երաշխիք, ռազմական անվտանգության երաշխիք, չտեսնելով եվրոպական լուծումներ, արևմուտքի լուծումներ, չեզոք լինելու հնարավորությունները, մենք պարտվել ենք եւ կորցրել ենք Արցախը։ Երբ Թուրքիան Ադրբեջանի հետ բացատրել են աշխարհին, որ այն լուծումը երբ իրանք վերահսկողում են, վերցնում են, ոչնչացնում են Արցախը, ընդունելի կլինի բոլորի համար։ Փակագծերում չմոռանանք Իսրայելի դիրքորոշում, Իսրայելը իհարկե, Իսրայելը չեմ ուզում բարդացնել, իհարկե Իսրայելը, Պակիստանը եւ այլն հայկական Արցախ, ճիշտ։ Իհարկե, այո։ Բայց պարադոքսալ է, հա, պարադոքսալ է եւ արդյոք Ադրբեջանը կարող է խաղալ նույն խաղը եւ նաեւ Սյունիքում եւ Հայաստանի ընդհանրապես հետ կապված, ոչ թե միայն Սյունիքում, դու խոսում ես Սյունիքի մասին, բայց Ադրբեջան եւ Թուրքիան կարող են այդ հարցը դնել ողջ Հայաստանի մասին եւ պայմանավորվել Տրամպի արևմուտքի հետ, ճակետներում Ռուսաստանի հետ նորից, որ Հայաստանը թող լինի մեր անվտանգության համակարգի մի մաս, նշանակություն չէ, որ դրոշ ունի, բայց պետական ինքնաիշխանությունը դե ֆակտո ոչնչացնում է, որը դիտարկվի Ռուսաստանի դեմ պայքարի կոնտեքստում։ Ռուսաստանը Արցախում ինձ համար անսպասելիորեն ընդունել է այդ լուծումը։ Ես չէի սպասում, որ Ռուսաստանը կարող է հանձնել իր ազգային շահերը, դարավոր ազգային շահերը զիջի Թուրքիային, երբ ինքը ունի Թուրքիայի ներկայությունը, ռազմական ներկայությունը իր սահմանների վրա։ Ես չէի մտածում, որ Ռուսաստանը կարող է այդ քայլին գնա։ Եթե ռազմավարական սխալներ մինչև 2020 թվականը, բայց արդյոք այսօր նույն ճակետներում սխալը չի կարող կատարվի ողջ Հայաստանի անդրադառնալով։ Եվ ինչու Նիկոլ Փաշինյանը այսօրվա արդիական իշխանությունները չեն մտածում, որ չմտնեն նորից այդ զողակի մեջ, մնալով Ռուսաստանի ռազմական դաշնակից եւ ստանալով նույն արդյունքները։ Խայտարակ վիճակ է, եթե խորանում ես Գայանը։ Եվ մտածել, որ դու կարող ես բազմավեկտորային, բալանսավորված եւ մնացած խոսքերով խափես ուժային կենտրոններին, խափես այդ հզորներին, որ ունեն նրանց շահերը եւ գիտեն նրանց շահերը, ոչ թե թղթի վրա, բայց հողի վրա։